Անդամ Մենուա Սողոմոնյան, միջազգային ագետ Մենուա Սողոմոնյանի հետ, պարոն Սողոմոնյան, այսօր Արագածոտնի թեմներ թիրախում ձերբակալվեց եւ այս պահին քննվում է թեմի առաջնորդին կալանքի տանելու հարցը, ընդհանրապես ինչպես եք մեկնաբանում, այն ինչ տեղի ունեցավ այսօր, որովհետեւ կարծեք տասնյակից ավելի քահանաներ ձերբակալվել էին։ Ասելիքները շատ են եւ միևնույն ժամանակ կարծես թե ասելիք չկա։ Ասելիքներից մեկն այն է, որ ամբողջ համակարգը, ուժային համակարգը, իրավապահ կոչված համակարգը այսօր լծվել է Փաշինյանի քաղաքական օպոնենտներին մեկուսացնելու, նրանց պատժելու գործին եւ մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ հանցագործությունը ծաղկել է Հայաստանում, մարդասպանություն է տեղի ունենում գրեթե ամեն օր։ Խուլիգանություններ են տեղի ունենում գրեթե ամեն օր, որովհետև իրավապահ համակարգը ոչ թե կատարում է իր ֆունկցիան եւ ոչ թե ապահովում է Հայաստանում մարդու իրավունքները, մարդու սեփականությունը, մարդու կյանքը, մարդու առողջության իրավունքը, այլ պարզապես մի կիսագրագետ մարդու համալսարան ավարտել չկարողացած մի մարդու քմահաճույքները, կապրիզները, վախերն է լծված բավարարում եւ դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է այս վիճակում։ Սա սրտի խորքին է ուղղված, այս հարվածային ինչ որ հիմա տեղի է ունենում, հայ հոգեվորականների զանգվածային ձերբակալություն, այսպիսի բան չէր եղել։ Այսպիսի բան ես կարդացել էի պատմավեպերում, երբ որ Բեշիրի զինվորները, ասենք, գալիս էին եւ զանգվածաբար գերեվարում էին հայ եկեղեցականների։ Եվ այսօր մենք սրան ենք տեսնում։ Մենք այսօր տեսնում ենք, որ շարունակվում է այն ինչ որ ժամանակին Աբդուլ Համիդը, թուրք պարագլուխները կամ բոլշևիկ պարագլուխները անում էին, հիմա դրանց ավելացել է քաղաքացիական պայմանագիր կոչված թշնամական շահերը սպասարկող այս կառույցը։ Ցավոք սրտի ես այսպես եմ խոսում այսօր Հայաստանը ղեկավարող մարդկանց խմբի մասին։ Ինչ եք կարծում, կրտիչ սրբազանին կտանեն կալանքի։ Եթե բերել են, հասցրել են այստեղ, այո, կալանքի էլ կտանեն։ Եթե դատավոր են նույն մարդն է, որը որ մյուս սրբազաններին, մյուս մեր եկեղեցու սպասավորներին է դատում, բնականաբար այդպես էլ կլինի։ Բնականաբար այդպես էլ կլինի, այլ ակնկալիք չունենանք, որովհետև դատական համակարգն էլ այսօր զգալիորեն դատական համակարգի ներկայացուցիչների զգալի մասը այսօր անկախություն չունի։ Այսօր մենք դատավորներ ունենք, ովքեր որ միայն քաղաքական թելադրանքով են գործում։ Եվ ով գիտի նրանց տակ ինչ կեղտեր կան, որ այդ կեղտերը չբացահայտվելու ջրի երես չելնելու համար գնում են ամենապիղծ գործարքներին եւ մեր եկեղեցու սպասավորներին, ինչ որ հաղորդումների հիման վրա, ինչ որ դանոսների հիման վրա բերում են եւ տանում են կալանավայրեր, փակում են եւ քայլեր են անում մեր եկեղեցու դեմ, որով ուզում են կոտրել մեր ժողովրդի մեջքը, որով մեր հասարակության մեջ պառակտումը խորացնում են այս բախտորոշ ժամանակաշրջանում։ Երբ որ մենք մի հատ sense բացում ենք մեր աչքերը եւ տեսնում ենք մեր տարածաշրջանում ինչ է կատարվում, ինչեր են տեղի ունենում, ինչ սպառազինությունների մրցավազք է տեղի ունենում, ինչ պրոյեկտներ են տեղի ունենում, որոնք որ ուզում են խեղդել Հայաստանը, Հայաստանի գլխին այսօր շատ մեծ վտանգներ են կախված եւ այս պարագայում մեր դիմակայունության ամենակարևոր ռեսուրսը ժողովրդի միասնությունը, ազգի միասնությունը ապահովելու փոխարեն ավելի խորանում է պառակտվածությունը, մենք ունենում ենք այն տպավորությունը, որ այս իշխանությունները ասում են Ալիևին եւ Էրդողանին, որ մենք ամեն ինչ կանենք Հայաստանը թուլացնելու համար, ձեր ագրեսիվ նկրտումների, ձեր ագրեսիվ քաղաքականության համար ճանապարհ բացելով։ Այս է տեղի ունենում ցավոք սրտի։ Նայեք, միջազգային հանրությունը լրատվամիջոցները անդրադարձել են այսօրվա տեղի ունեցածին, տվել են գնահատականներ, սա արդյոք ազդում է նաև Հայաստանի վարկանիշի վրա եւ ինչպես է ազդում, ինչ հետևանքներ կարող է ունենալ։
Ցավոք սրտի, այո, հնարավոր է, որ որոշ անկախ կազմակերպություններ, որոշ անկախ լրագրողներ, որոշ անկախ լրատվամիջոցներ իրավացիորեն ձայն բարձրացնեն եւ արդարացիորեն ձայն բարձրացնեն։ Բայց մեր արևմտյան գործընկեր երկրները վաղուց արդեն ցույց են տվել, որ իրենց քաղաքականության մեջ այլևս սկզբունքներով եւ արժեքներով չեն առաջնորդվում, այլ առաջնորդվում են բացառապես միայն այս ռոպեական չոր շահերով, ինչը վերջին հաշվով վարկաբեկում է հենց իրենց եւ իրենց հասարակություններին է վարկաբեկում։ Որովհետեւ եթե այս ամենի պատշաճ համարժեք գնահատականը նրանք տալու լինեին, նրանք շատ ու շատ այլ լծակներ ունեն Փաշինյանի վրա ազդելու, բայց քանի որ գերազանցապես այս ռոպեական կարճաժամկետ աշխարհաքաղաքական նկատառումներով են առաջնորդվում, որի բաղկացուցիչ մասերից մեկը Իրանը մեկուսացնելն է, որի բաղկացուցիչ մասերից մեկը Ռուսաստանը հարավային Կովկասից հանելն է, գուցե ինչ-որ ժամանակ հասնեն հաջողության հայ ժողովրդի դժբախտությունների վրայով քայլելով, հայ ժողովրդի դժբախտությունների հաշվին, հայ ժողովրդի արյան արդյունքի հաշվին, գուցե հասնեն ինչ-որ կարճաժամկետ հաջողությունների, բայց սա եւ իրենց իմիջին եւ իրենց հեղինակությանն է հարվածելու, անկեղծ ասած, եւ մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, հարատև, երկարատև խաղաղություն չի լինելու եւ ընդհանրապես խաղաղություն չի լինելու։ Եվ նրանք մի նոր հրեշ են իրենց ծոցում մեծացնում, այն որ Թուրքիան այս ամեն ինչից Հայաստանի վրայով միջանցքով անցնելուց հետո, Հայաստանը Սյունիքը միջանցք դարձնելուց հետո իր մեծ ծրագիրը իրականացնելով մի մեծ հրեշ է դառնալու եւ Եվրոպայի սրտում այսօր իսկ տեսանելի է, թե ինչ քայլեր է կատարում Թուրքիան։ Այսօր մենք օրեր առաջ ենք Սերբիայի նախագահի կողմից ահազանգ լսել, թե ինչպես է Թուրքիան զինում Կոսովոն եւ ինչպես է անկայունության օջախներ ստեղծում Եվրոպայի ներսում։ Եվ սա լինելու է պատասխանը այն քաղաքականության, որը որ իրենք իրականացնում են այստեղ։ Ձեզ նույնպես շնորհակալություն։